ի տարբերություն տղաների հավաքականի, կանանց հավաքականը ունի մի տեսակ յուրահատկություն, այսինքն այդ յուրահատկություններից մեկը որն է, որ մենք այդ ընտրության իրավունքը ընտրության այդ վիբրը մենք շատ քիչ ունենք, քանի որ ունենք այն, ինչ ունենք։ Այսօր ամբողջ թիմով ես խնդրեցի ֆեդերացիայի, որովհետեւ մենք մասնակցենք ամբողջ թիմով, որովհետեւ շուտով գալիս է սերնդափոխություն, եւ մենք չենք ունենա այն մեծահասակների 7 հոգանոց թիմը, որը կարող է Եվրոպայում ապացուցել, որ մենք իսկապես լավ կայացած թիմ ենք։ Դուք էլ երևի նկատեցիք, որ Հայաստանի Հանրապետության առաջնությանը Թոմասյան-Մերին հրաժեշտ տվեց սպորտին, ստեղ Հակոբյան Տատևը հրաժեշտ տվեց եւ կլինեն մարզիկներ, որոնք պիտի հրաժեշտ տան ուզեն չուզեն մեծ սպորտին։ Եվ մենք այդ 7 հոգանոց 8 հոգանոց այդ լավ թիմը ուժեղ մենք չենք ունենա։ Դրա համար իմ խնդրանքով ֆեդերացիայի թույլտվությամբ ես եթե հիշում եք բաց մարզման ժամանակ ես նորից ասացի, որ շատ պատասխանատու է ինձ համար, քանի որ որոշ ժամանակ հետո նորից կարող եմ մասնակցենք ամբողջ թիմով եւ այս անգամ ես կուզենայի որ թիմը նորից անցած տարվա արդյունքը գրանցել, այսինքն թիմային հաշվարկով մենք ունենայինք առաջին տեղ, բայց ափսոս, ես շատ եմ ափսոսում, որ մեկ մարզու հաստողում եմ փոխում վարժության ընդամենը մեկ մոդեցում էր պետք եւ վերջ եւ մենք կլինենք համար առաջինը նորից Եվրոպայում, բայց մենք եղանք երրորդը։ Եթե հաշվի չառնենք այդ պահը, ես էլի գնահատում եմ, որ լավ էր։ Լավ էր մենք ունենանք ընդհանուր առմամբ 7 մեդալ, որից 3-ը ոսկի էր, 2-ը արծաթ, 2-ը բրոնզ, երկամարտում 2 մեդալ, 1 ոսկի եւ 1 արծաթ։ Համեմատած անցած տարվա մենք որակն ենք բարձրացրել, այսինքն գույնը տեղնել է, ոսկի է։ Իսկ ես միշտ ասել եմ, որ 1 ոսկին արժե մի քանի արծաթներ։ Ոսկին ոսկի է մնում եւ իզուր չէ որ եւ օլիմպիական խաղերում եւ աշխարհի եւ Եվրոպայի մեծ առաջնություններում գնահատում են հենց քրիս ոսկիներով, որ երկիրը շատ ոսկի ունի, երկիրն ավելի առաջատար է։ Ընդհանուր առմամբ ես մրցումը համարում եմ ոչինչ կայացած, իհարկե մեզ համար շատ տեղ կաշխատելու, շատ դե մի քիչ մարզիչը չի, իմ կարծիքով մարզիչը չի կարող իրեն գնահատել լավ, գերազանց եւ այնտեղ կեղնի մի քիչ բորոդախոսություն եւ այսինքն աշխատելու էլ տեղ չունենք։ Ամեն ինչ հրաշալի է, պես չէ։ Մենք դեռ աշխատելու շատ տեղ ունենք, դեմը կա աշխարհի առաջնություն, իդեպ Երգորից մենք մեկնում ենք երիտասարդների աշխարհի առաջնության, Եգիպտոսում մասնակցելու են Էման, Անան եւ Թոմասյան Միսագյան-Մերին, դա ասված ընդեղ է լավ լինի, իհարկե մի քիչ երեխեքը մի քիչ հոգնած են, բայց մենք աշխատենք նորից վերականգնենք, հասնենք այդ աստիճանի, որ կարողանան մասնակցեն համուն պատշաճ ծեվի։ Իսկ մի ճշտում Տաթևի որոշումը նախապես որոշված էր, կար, այսինքն մինչև մրցումներին գնալը, եթե այո դա չէր խանգարում պայքարի հարցում։ Չէ, չէր խանգարում, ես նորից նշեմ, որ մենք խնդիրը ստեղ ամբողջ թիմով, մենք ուրիշ էլ չունեինք, որը պետք է գնա եւ լրացնել 8-րդը։ Տաթևն էր։ Միջև այդ մենք գիտենք, որ Տաթևը այս վերջի մրցումն էր Տաթևի։ Դե աղջիկը ամուսնացել է, արդեն տուն-տեղ ունի, պետք է ինքն էլ ասես, չէ, պետք է երես թեկել դեպի ընտանիք։ Կամաց թեքում էր դեպի ընտանիք, մեծ մրցումից հետո եւ կոնկրետ թեքվեց։ Դեսեբ դերներ։ Խոսեմ ես Եվրոպայի առաջնությունից, այս մրցումները իմ համար ասեմ, որ ստացված մրցումներ էր, որովհետև հաղթել եմ այս մրցումները, եթե խոսում ենք հաղթանակից, իսկ եթե խոսում ենք արդյունքներից, արդյունքներս քիչ էր, հիմա հանգստանում ենք, հետո վերցնում ենք մարզումները, պատրաստվում ենք արդեն աշխարհարաշությանը արդեն արդյունքներս կբարելավեմ ու ավելի բարձր կիլոգրամներ կբարձրացնեմ, որովհետև այս կիլոգրամներով աշխարհի հարստությանը չես կարող պայքարել մեդալի կամ հաղթանակի համար, դարձա երագի Եվրոպայի չեմպիոն, շատ ուրախալի փաստ է թե իմ համար, թե ֆեդերացիայի համար, թե ընդհանուր հայ ազգի համար, էլ ընդհանրապես բան չունեմ ասելու։ Մրցակցությունը ընդհանուր առմամբ թույլ էր Եվրոպայի առաջնությանը
2025 թվականից արդեն պարզ էր, որ մի քիչ կիլոգրամները շատ ցածր է, երկրորդ տեղի կիլոգրամները, մրցակցությունը թույլ էր, բայց ես բարձրացրի այն կիլոգրամները, ինչին պատրաստ էի, ինչ այս բային իմ հնարավորությունների սահմանքում էր։ Կարծես ռեկորդի էի ուզում մնալ, ինչը խանգարեց քեզ, դու հարցազրույցներից մեկում նշել էի, որ մի քիչ ուշ ես սկսել մարզումները։ Դից լուրջ պատճառ չկա, որ ուշ եմ սկսել մարզումները, բան ուղղակի հավաքներին սկսել եմ այնքան էր ինձ հերիքում էր պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, այդքան եմ մարզվել։ Հետո արդեն կլրացնենք մինչև աշխարհարարություն։ Իսկ ռեկորդ սահմանելը քո առաջնահերթություններից է։ Դե ռեկորդ սահմանելը այդ սահմանում էի Եվրոպայի ռեկորդ, բայց մեր նպատակն է աշխարհի ռեկորդները սահմանելը ու կփորձենք այդ ամեն ինչը իր նպատակին հասցնենք։ Իսկ այն որ մրցակցությունն ինչ-որ չափով թույլ է դա քեզ չի խանգարելու։ Դե մրցակցությունը չի հոգնածնում այս բանը։ Չէ, եթե կարողանաս ճիշտ տրամադրվես ու ճիշտ հասկանաս այդ ամեն ինչը, որ դե մրցակցությունն է դու մրցում ես ծանրաձողի հետ, ոչ թե հատուկ մարզիկի հետ։ Ես պայքարում եմ ծանրաձողի հետ, էլի, կոնկրետ մարզիկի հետ չեմ պայքարում, իմ հակառակորդը իմ ծանրաձողն է։ Դրա համար այդքան շատ այդ մրցակից ասվածին ուշադրություն չեմ դարձնում, էլի։ Դե աշխարհարարությունը մրցակցությունը արդեն մեծ է ու կա մրցակցություն ու այդ ժամանակ արդեն այս նույն խոսակցությունը չի լինի, էլի, արդեն պայքարը կտեսնենք թե իմ թե մրցակիցների։ Դե այս Եվրոպայի առաջնությունը, որ կողքից նայում ես, դարձել էր համարյա աշխարհի առաջնություն, շատ դժվար պայքարում է, հա, բայց շատ հաճելի զգացողություններ, որ երրորդ անգամ անունդ մեջ դարձա Եվրոպայի չեմպիոն,